Շնորհակալություն պարոն Աբրահամյանի նշած վերջի մտքին անդրադառնամ, տեսեք, ասма կոռուպցիան չի կարողանում լուծել խնդիրը կառավարությունը, դրա համար գնում է այս ճանապարհով։ Պարոն Աբրահամյան, տեսեք, տասնամյակներ, հարյուրամյակներ, հազարամյակներ պետությունները պայքարում են հանցագործությունների դեմ, տարբեր հանցագործություն, բայց ինչքան էլ արդյունավետ են պայքարում, այդ հանցագործությունները երբեք չեն վերանում։ Գողությունները երբեք չեն վերանում, ինչքան էլ ուզում ես պայքարի, բայց հենց վերացում ես դրանց առաջացման նպաստող պայմանները, իրենք արդեն վերանում են։ Օրինակ համարանիշեր էին գողանում եւ վաճառում տերերի վրա Ռուսաստանից, բանից մեր պետհամարանիշերը ոչ մի ձև չէին կարող նվազեցնենք։ Հենց օրենք ընդունեցինք, որ գողացված համարանիշի փոխարեն պետությունը տալիս է կրկնօրինակը, այդ հանցագործությունների տեսակը վերացավ։ Հետևաբար մենակ ռեպրեսիվ մեթոդների, իրավապահ մարմինների վրա հույսը դնել, ամեն օր զինկոմ են բռնում, ամեն օր, չգիտեմ, բժիշկների վրա բժիշկ չկա, քրեական գործ չլինի իրաց վրա, ովքեր այդ բանը, այդ հանձնաժողովներում կան։ Գրեթե բոլորի վրա ինչքան տեղյակ եմ, քրեական գործեր կան, բայց դա եղանակ չի, միայն դրանով չենք կարող այս խնդիրը լուծել։ Խնդիրը առկա է, շատ լուրջ խնդիր է, մաթեմատիկական հաշվարկներով ես այն կարծիքը ունեմ, որ այս նախագիծը ընդունելու դեպքում կավելանա մեր պահեստազորում հաշվառվածների թիվը, կավելանա զորահավաքը, որովհետև արդեն իսկ որ մենք փակում ենք, խնդիր ենք ստեղծում Հայաստան Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու համար, միանշանակ դա բերելու ավելացման, ստե արժեքային մոտեցման խնդիր կա, ինչպես դուք նշեցիք, հանրային ընկալման խնդիր կա, բանակի եւ ընդհանրապես պաշտպանության վերաբերյալ, այլո, պաշտպանության բեռը մաքսիմում պետք է հավասարաչափ բաշխվի, բայց մեկը այդ բեռը կրում է ֆինանսների միջոցով, մյուսը բանակում ծառայելով, մյուսը ինտելեկտուալ, չգիտեմ, ծառայություն մատուցելով, տեսեք, այսպիսի շատ դեպքեր կան, մարդիկ IT, բարձր տեխնոլոգիաների, չգիտեմ, սպորտի բնագավառում լուրջ հաջողությունների են հասել եւ մտածում են, որ իրենք չեն կարող 2 տարի բացակային այդ իրենց կարիերայի աճման ժամանակահատվածում բացակային։ Նրանք էլ ասում են մենք մասնակցենք այս պետության պաշտպանությանը, մենք դառնանք զինվոր, պահեստազորում գրանցվենք, պատերազմ լինի, Աստված մի արարցի, մենք պատերազմ ենք գնում։ Բայց թողեք մենք մեր գործով զբաղվենք, մենք էլ այդ վճարը անենք։ Ես կողմ եմ քվեարկելու պայմանով, որ անպայման քննարկվի, որ հավաքագրված գումարները պարտադիր ծախսվի 2 տարի ժամկետային զինծառայություն իրականացնող զինվորների ուղղությամբ, սոցիալական վճարներ, ուսման վարձեր եւ այլն, ինչպես առաջարկեց պարոն Ալեքսանյանը, միանշանակ համաձայն եմ իր առաջարկության հետ եւ ինչ է հանրային քննարկումները ինտենսիվ շարունակել մինչեւ երկրորդ ընթերցում, ՊՆ դիրքորոշումը ավելի հստակեցնել, ինչպես նաև այն քրեական պատասխանատվությունները շատ եմ կարևորում, քրեական պարոն Քոչարյան, երևի թե անհրաժեշտ է ոչ թե մեղադրյալի կարգավիճակի համար սահմանել հարկադիր նմուշարության կամ փորձաքննության մասնակցելու այդ ինստիտուտը, այլ կասկածյալի, որտեղ մինչև մեղադրյալ դառնալը մեզ պետք է լինելու նորից մի հատ նմուշարություն անենք, փորձաքննություն։ Փորձաքննության եզրակացություն չեկավ, 90%-ով մեղադրյալ չեն դառնալու։ Մեղադրյալ չդառավ, հարկադիրը չենք կարող անենք, հետեւաբար այս մասով բերենք, մտածենք։ Այսքանը շնորհակալ։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան, Վահագն Ալեքսանյան։ Շնորհակալություն։ Երկուսը կարող ավելացնենք, դուք արդեն ձեր դիրքորոշումը մեկ ամսվա ծառայության հետ հաշտ չեմ, որովհետև մեկ ամսվա ծառայությունը կարծում եմ զինվորական մասնագիտություն դժվար թե ստանան, համաձայն եմ պարոն Աբրահամյանի հետ։ Տեսեք, հենց զինվորները զորակոչվում են բանակ, առաջին մեկ ամիսը այդ ադապտացիոն շրջանում ամենաշատ հիվանդացությունը այդ ժամանակ է լինում։ Նրանք անընդհատ գտնում են հոսպիտալներում, գտնում են բուժկետերում այդ առաջին մի ամիսը, հետևաբար կամ ստե պիտի նորմ ավելացնենք, նշենք, որ հարգելի, անհարգելի պատճառներով ծառայությունից բացակայությունը չի հաշվելու այդ մի ամսվա մեջ, եւ առաջարկում ես մի ամիսը փոխել նաեւ 4 ամսվա։Արկում եք այդ մի ամիսը հանենք։ Այսինքն հիմնական հեղինակին շատ լավ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։